հետևանքով զոհվել է 604, վիրավորվել ավելի քան 4000 մարդ։ Փլատակներից դուրս է բերվել ողջ մնացած 188 մարդ, փլուզվել է ավելի քան 2000 շինություն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության անդամներից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի վերջին զեկույցի եւ Իրանի դեմ Իսրայելի հավանական հարձակման շուրջ քննարկումները կամ մեկնաբանությունները։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենին էլ զգուշացրել է, որ իր երկիրը ողջ ուժով կպատասխանի ցանկացած հարձակման կամ ռազմական միջամտության։ Այաթոլլահը նաև նշել է, որ Իրանը որևէ երկիր ներխուժելու սովորություն չունի, բայց միշտ պատրաստ է նրա բնորոշմամբ երկաթե բռունցքով պաշտպանել սեփական երկիրը ցանկացած ագրեսիայից կամ սպառնալիքից։ Ֆրանսիան եւ Գերմանիան քննարկում են Եվրամիության ֆինանսական բլոկը վերակազմավորելու հարցը։ Եվրագոտու ներկայիս անդամ երկրների թիվն ըստ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կկրճատվի։ Բոլոր այն երկրները, որ անկարող կլինեն ապահովել տնտեսական կայունությունը, կհեռացվեն։ Սարկոզին վստահ է, որ Եվրոպայի համար միակ ճիշտ տարբերակը երկու տարբեր արագություններ, որոնցով կզարգանան պետությունները։ Նման մոտեցումը Ելիսեյան պալատի ղեկավարի բնորոշմամբ առավել արդյունավետ է։ Ֆրանս-գերմանական նախագծի հակառակորդները պնդում են, որ այն ել ավելի կխորացնի կառույցում առկա տարաձայնությունները եւ 17 անդամ երկրին վերամիավորելուն ուղղված բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն։ Նախագծի համահեղինակներն էլ պնդում են, որ համաշխարհային շուկայի վստահությունը վերադարձնելու համար ստիպված կլինեն հրաժարվել ավելորդ բեռից, տվյալ դեպքում խոսքը Հունաստանի մասին է, նշում են վերլուծաբանները։ Ֆինանսական անկայունության հետևանքով քաղաքական ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանը Եվրագոտին լքել մտադիր չէ։ Կառավարության նոր ղեկավար Լուկաս Պապանդեմոսը հայտարարել է, որ արժութային կայունության եւ տնտեսական բարեկեցության գրավականը Եվրագոտուն Հունաստանի մասնակցությունն է։ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Հունաստանի վարչապետի լիազորությունները կստանձնի ուրբաթ։ Պապադեմոսի գլխավորած անցումային կառավարության հիմնական նպատակը Եվրագոտու անդամ երկրների համաժողովի որոշումների իրագործումն է։ Խոսքը ֆինանսական բարեփոխումները շարունակելու եւ տնտեսական խիստ միջոցները կյանքի կոչելու մասին է, ինչի դիմաց Աթենքը Եվրամիությունից կստանա խոստացված ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը։ Հարավային եւ հյուսիսային օսիաների միավորման հարցը կվճռվի երկու ժողովուրդների կողմից հանրաքվեի միջոցով, հայտարարել է Հարավային Օսիայի նախագահների թեկնածու Անատոլի Բիբիլովը։ Նա չի բացառել, որ միավորման դեպքում այդ սուբյեկտը կընդգրկվի Ռուսաստանի կազմում։ Առաջին քայլն այս ուղղությամբ երկու օսիաները բաժանող խոչընդոտների վերացումն է։ Հարցումների համաձայն հենց Բիբիլովն է Հարավային Օսիայի նախագահի ամենահավանական թեկնածուն։ Նոյեմբերի 13-ին կայանալիք ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 15 թեկնածու։ Ֆրանսիայի հայտնի լոբիստ Հիլդա Չոբոյանը կդառնա ֆրանսիական Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի անդամ։ Նա մասնակցել էր նախորդ շրջանի ընտրություններին, սակայն չէր անցել խորհուրդ։ Այժմ Լիոնի 3-րդ թաղամասի քաղաքապետ Թերի Ֆիլիպը վայր է դնում շրջանային խորհրդի անդամի մանդատը եւ առաջիկա օրերին նրան կփոխարինի Հիլդա Չոբոյանը։ Ֆրանսիայի գործիչը սոցիալիստական կուսակցության ցուցակում հաջորդում է քաղաքապետին։ Հիլդա Չոբոյանը Ռոն-Ալպ շրջանում հայտնի է որպես մարդու իրավունքների ակտիվ պաշտպան։ 2002 թվականից նա գլխավորում է Արդարության եւ ժողովրդավարության հայ-եվրոպական ֆեդերացիա կազմակերպությունը, որը Բրյուսելում ակտիվ լոբիստական գործունեություն է ծավալում ի նպաստ Հայաստանի եւ հայ դատի։ Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի ընտրություններում առաջադրված թեկնածուներից էլ հաղթել է մեր հայրենակից Ջեք Հաչինյանը։ Ըստ ասպարեզ օրաթերթի Հաչինյանի թեկնածությունը պաշտպանել էր Հարավային Կալիֆոռնիայի հայ դատի հանձնախումբը։ Ջեք Հաչինյանին ընտրարշավի ժամանակ ամենաշատ դրամական նվիրաբերություն ստացած թեկնածուն է եղել։ Դեկտեմբերին պատրաստ կլինի երիտասարդության ազգային զեկույցը, որի ուսումնասիրության արդյունքները կուղղորդեն պետական երիտասարդական քաղաքականությունը։ Ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի, երիտասարդության հիմնական մտահոգություններն են որակյալ կրթությունը, զբաղվածությունն ու սոցիալական խնդիրները։ Կարևոր է նաեւ բնակարանային ապահովության հարցը։ Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների ծրագիրը շարունակվում է։ Երիտասարդ բժիշկների, մարզիկների ու լրագրողների բնակարանային համալիրի հողահատկացումը արդեն ավարտված է, նախագիծը պատրաստ։ Այն գտնվելու է երիտասարդ համալսարանականների նորակառույցի հարևանությամբ Ավան վարչական համայնքում։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կջշկրտվեն շահառուների վերջնական ցուցակներն ու կկայանա վիճակահանությունը։ Սպորտի եւ երիտասարդության նախարարությունն առաջարկներ է ստացել այդ թվում եւ խորհրդարանից, որպեսզի հայ երիտասարդության օրը նշվի ըստ հայկական տոնացույցի։
Բանն այն է, որ երիտասարդների 16-ից 30 տարեկան մարդկանց միջազգային օրը ՄԱԿ-ի տոնացույցում 99 թվականից սահմանված է օգոստոսի 12-ին։ Թեև նոյեմբերի 10-ը որոշ տոնացույցերում սկսվեց դիտարկվել որպես երիտասարդության միջազգային օր, երբ 1945 թվականի այսօրը Լոնդոնյան միջազգային համաժողովում ստեղծվեց երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Ազգային տոնացույցի համաձայն երիտասարդության օրվա նշումը հնարավորություն կտա խուսափելու այդ խառնաշփոթից։ Առաջարկելու ենք մայիսի 16-ը նախանշել որպես երիտասարդության օր, ելնելով այն ելակետից, որ 19 թվականին մայիսի 16-ին Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, որ գտնում է շատ ծանր աշխարհաքաղաքական վիճակի մեջ, իր մեջ ուժ գտավ եւ ստեղծեց պետական համալսարան։ Ահա գիտելիքի հետ պետք է կապել մեր երիտասարդներին։ Այսօր կայացել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադան։ Մրցել են խոհարար, հյուսն ատաղծագործ և դերձակ մոդելավորող որակավորումների 3 թիմեր։ Մասնագիտական հմտությունների օլիմպիադայից բաց ծրագիրը ներառում է նաև մասնագիտական կրթության և ուսուցման կարողությունների ցուցադրություն։ Ընդհանուր առմամբ Հայաստանի տարբեր մարզերի 21 ուսումնական հաստատությունից 90 ուսանող է մասնակցում ծրագրին։ Կրթության և գիտության նախարարության և մասնագիտական կրթության ու ուսուցման զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնած օլիմպիադա ցուցադրությանն այսօր մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ծրագրի նպատակն է ցույց տալ ուսանողների կարողություններն ու նպաստել սոցիալական գործընկերության ամրապնդմանը։ Մշակույթի նախարարությունն ու երիտասարդական հիմնադրամն այսօր անակնկալ էին պատրաստել տիկնիկային թատրոնի դիմաց, անցորդները դիտել են հետաքրքիր շոու ծրագիր, որի ընթացքում երիտասարդ դերասանները ցուցադրել են իրենց դերասանական վարպետությունը, ապահովելով կերպարային բազմազանություն Թումանյանի Գիգորից մինչև Շեքսպիրյան Օթելլո։ Փառատոնը, որ կոչվում է Գիսանե, այդքանով չի ավարտվել, անցորդներին տանելով ներս երիտասարդ դերասաններն իրենց ներկայացումը շարունակել են հարազատ բեմի վրա։ Շատ ուրախ եմ, որ վերջապես Գիսանեն կայացավ որպես երիտասարդական հանրապետական թատերական փառատոն։ Տարին հայտարարված է երիտասարդական տարի եւ օրն էլ խորհրդանշական է։ Այսօր նշվում է երիտասարդության եւ ուսանողության համաշխարհային օրը։ Փառատոնի կազմակերպիչները հենց բացառապես երիտասարդներ են։ Ամեն ինչ մանուկների համար, հենց այս գաղափարի շուրջ Հայաստանի մանուկների հիմնադրամն այսօր Գաֆէսյան արվեստի կենտրոնում կազմակերպել էր ընթրիք դրամահավաք։ Բարերարների և գործարարների նվիրաբեր գումարները կուղղվեն Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի 10 և Արագածոտնի մարզի 2 գյուղական համայնքներ։ Հայաստանի մանուկների հիմնադրամի աշխատանքի առանցքում գյուղական համայնքներում ապրող երեխաների համար լուսավոր ապագայի կերտումն է, ապահովելով բարելավված կրթություն, բարենպաստ տնտեսական պայմաններ։ Մինչև այս օր մոտավորապես 14 միլիոն դոլար ժողված ենք եւ ադոր 12 միլիոն արդեն ծախսված է 12 գյուղի մեջ, Բաղրամյանի շրջանի 12 գյուղի մեջ կյանքը արդեն բավականաչափ հարաճած է։ Շատ կարևոր նպատակ ունի, հատկապես որ հիմքում կամ գորիզում կա երեխաները։ Մեկնարկել է շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադան, որը համատեղ նախաձեռնել են Շախմատի ֆեդերացիան, կրթության և գիտության նախարարությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Մասնակցում են դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։ Այսօր ընթացել է օլիմպիադայի երկրորդ համայնքային մրցումների փուլը, երրորդ փուլը տեղի կունենա 2012 թվականի սկզբին, իսկ եզրափակիչը մայիսին։ Մրցաշարի նպատակն է ընդլայնել իմաստուն խաղի աշխարհագրությունը, նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի պատանիների։ Օլիմպիադայի մեկնարկին կրթության և գիտության նախարարի երեխաներին մաղթել է հաջողություն, հույս հայտնել, որ դպրոցականներից շատերին կտեսնի հաջորդ փուլերում։ 15,000-ից ավել երեխաներ են մասնակցում, տարեստարի դառնում են շատ ավելի հետաքրքիր, լարված, քանի որ այսօր արդեն շախմատը դպրոցում է, արդեն կան ներկայացուցիչներ, որոնք շատ ավելի հոգատար են լինում։ Եվ բնականորեն այսպիսի մրցաշարերը խիստ օժանդակում են շախմատի ճանաչման, զարգացման, հետաքրքրությունը դեպի շախմատը։ Մանկուց շատ եմ սիրել շախմատը, այդից պատճառով հիմա էլ քանի որ հաջողություններ ունեմ, ավելի փորձում եմ ավելի շատ զբաղվել շախմատով։
Եվ եզրափակելով շախմատային թեման, դարձյալ հիշեցնեմ, որ շախմատի Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցում է աշխարհի լավագույն թիմի իր համբավը։ Քիչ առաջ Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ավարտված Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում մեր շախմատային ընտրանին փայլուն հաղթանակ տարավ Նիդերլանդների ուժեղ հավաքականի նկատմամբ։ Առաջին եւ երրորդ խաղատախտակների մոտ հաղթանակներ տան Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։ Այս տպավորիչ հաղթանակը մեր ընտրանուն հնարավորություն տվեց շրջանցել Ադրբեջանի հավաքականին։ Վերջին տուրից առաջ մեր հավաքականը միանձնյա առաջատարն է եւ վաղը նույնպես հաջող խաղալու դեպքում իր տիտղոսներին կավելացնի աշխարհամասի կրկնակի չեմպիոնի կոչումը։ Վերջում տեղեկացնեմ, որ վաղը ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքականը հյուրընկալում է Չեխիայի ֆուտբոլային ընտրանուն։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում են հենց այս թիմերը եւ վաղվա հանդիպումը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ։ Հիշեցնեմ, որ Չեխիայում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի 1-1 նախորդ խաղերում մեր երիտասարդական հավաքականը հաղթել էր Չեռնոգորիայի թիմին 4-1 եւ Անդորային 1-0 հաշվով։ Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներին կոչ է արվում ներկա գտնվել վճռական այս հանդիպանը եւ ակտիվորեն աջակցել մեր երիտասարդական հավաքականին։ Հայաստան-Չեխիա խաղը կհեռարձակվի առաջին ալիքով ժամը 17-ից, իսկ առաջին լրատվականի 17:00-ի թողարկումը եթերում կլինի 16:30-ին։ Այսքանը մեր լրատվամբյուղն սպառվեց, ձեզ հետ Աբրահամ Գասպարյանն էր, հաճելի հեռուստաժամանց եմ մաղթում առաջին հետ։ Բարի երեկո, երբ արտերկրից Հայաստան է ժամանում եւ օդանավակայանից դեպի մայրաքաղաք գալիս, խամ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հայերը երկու բանում են մասնագիտացել։ Մի մասը կներեք կոպիտ բառից համար գումարբազության մեջ, մյուս մասը կահույքի արտադրության։ Ամենայն դեպս ամբողջ փառաքարը, որը վելացնում է դեպի Երևան տանող ճանապարհը կամ կազինո է, կամ էլ կահույքի սրահ։ Ասում են հաջորդ տարվանից գործողության մեջ է մտնելու օրենքը, ըստ որի կազինոները պետք է մայրաքաղաքից հատուկ ընտրված վայրեր տեղափոխվեն Ջերմուկ, Ծաղկաձոր, Սևան, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանի տարածք, եթե խաղատուն հիմնողը կատարի շուրջ $100 միլիոն ներդրում։ Լուծման առումով ամեն ինչ կարծեք թե նորմալ է։ Հրաժարվել խաղատնային բիզնեսից անմտություն է, քանի որ բոլոր երկրներում էլ լինում է մարդկանց մի խավ, որը սիրում է խաղալ եւ խաղալու է, լինի դա Հայաստանում, թե ասենք Վրաստանում։ Այսինքն, եթե նույնիսկ մենք փակենք բոլոր խաղատները, ապա մարդիկ, ովքեր սիրում են գումար ծախսել խաղատներում, նույն բանն անելու են Վրաստանում կամ մեկ այլ երկրում եւ փաստացի եկամուտները, որոնք գոյանում են այդ բիզնեսից, գնալու են այլ երկրների գործարարներին եւ պետական գանձարաններ։ Սա առաջինը։ Եվ հետո խաղատնային բիզնեսը նաեւ զբոսաշրջային նշանակություն ունի։ Իհարկե, այս բիզնեսը իր մեջ ակնհայտ ռիսկեր է պարունակում, որոնցից հիմնականը սոցիալական բնույթ ունի։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնց մոտ խաղալը հիվանդության է վերածվել, ու եթե գումար ունեցողների համար դա առանձնապես մտահոգվելու կարիք չի առաջացնում, ապա տրամագծորեն այլ իրավիճակային դեպքերում, երբ խաղացողը, ասենք, տան վերջին կոպեկներն է քամուն տալիս, ընտանիքը զրկելով տարական սննդի գումարից, կամ էլ ընդհանրապես պարտք է վերցնում, գրավ դնում մեքենան, տունը եւ այլն։ Օրինակներ, երբ խաղատներ հաճախելու արդյունքում ընտանիքներ են կործանվել, բազմաթիվ են։ Ի վերջո, դժվար է պայքարել երևույթի դեմ, երբ մարդկանց մի բավական պատկառելի մաս հույսը դնում է ոչ թե սեփական քարտինքով գումար վաստակելու վրա, այլ ճակատագրի։ Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ մարդու համար նույնիսկ երկրորդական է դառնում հաղթելը կամ պարտվելը։ Գլխավորը нրա համար դառնում է այն սպասումը, հաղթանակի սպասումը, որը նրան ամեն անգամ նորից խաղատուն է տանում։ Привет, Спортлото. Я никогда не играла в спортлото. Ну и напрасно. Я, например, почти ни одного тиража не пропускаю. Ну, конечно, когда есть деньги. О, я даже разработал свою систему. И часто выигрывали? Выигрывал, не выигрывал, не в этом дело. Ну а в чем же? А в том, что за 60 копеек у меня появляется надежда выиграть, ну, например, 10 тысяч. Да, а может и 20. Одной надеждой не проживешь. Հիմա ընդունված լուծումը որոշակի առումով պատկերը փոխում է, ոչ լիարժեք կերպով իհարկե, բայց ինչ որ բան հաստատ փոխում է։ Բայց
Որքանով ես եմ հասկանում այս խնդիրը, մենք խոսում ենք շահումով խաղերի մասին, ավելի պարզ մի իրադրության, երբ դու կարող ես գումար դնել խաղադրույք կատարելով, ու եթե խաղադրույքը աշխատի, ապա ենթադրենք գումարդ առնվազն կրկնապատկվի, իսկ եթե ոչ կկորցնես այն։ Մեծ հաշվով խաղատան գործունեության ամբողջ կոնցեպտը դրանում է։ Այս պարագայում եկեք վերհիշենք, իսկ արդյոք մենք որոշ բաներ չենք մոռանում, բայց չենք թողնում։ Օրինակ ամենատարբեր տոտոները, վիվարոները, եվրոֆուտբոլները եւ այլն։ Չիմացողների համար ասեմ, որ խոսքային գրասենյակների մասին է, որոնք մարդկանցից գումարներ են վերցնում խաղադրույքների տեսքով, ասենք Բարսելոնա Ռեալ ֆուտբոլային խաղին։ Եթե խաղադրույք կատարողը կարողանում է կանխատեսել խաղի վերջնական արդյունքը, ապա նա հավելյալ գումար է վաստակում, իսկ եթե ոչ, կորցնում է ամբողջը։ Ընդունված օրենքի մեջ, որը վերաբերում է շահումով խաղերին, վերոհիշյալ գրասենյակների մասին բառ անգամ չկա, եւ ոչ միայն չկա, այլև դրանք բազմանում են սնկի արագությամբ, մանավանդ խոշոր մարզական միջոցառումների նախաշեմին, ասենք ֆուտբոլի աշխարհի առաջնություն, օլիմպիադա եւ այլն։ Ու հիմա այս անկեղծորեն ուզում եմ հասկանալ, թե մեծ հաշվով ինչ տարբերություն կա, երբ մարդ տանում, ասենք 50,000 դրամ է դնում ռուլետկայի սեղանին, հաղթելու դեպքում ակնկալելով ստանալ դրա կրկնակին, իսկ պարտվելու դեպքում կորցնում այն, եւ երբ նա նույն այդ 50,000 դրամը տանում եւ որպես խաղադրույք է դնում, ասենք Բարսելոնայի վրա, հաղթանակի դեպքում ակնկալելով ստանալ կրկնակին կամ եռակին, կախված խաղադրույքից, իսկ պարտվելու դեպքում կորցնում այն։ Ինչ տարբերություն ռուլետկայի կարմիր սևի կամ խաղային ավտոմատների համադրվող թվերի եւ ֆուտբոլային խաղի արդյունքի միջեւ։ Ի վերջո, խոսքը գնում է նույն շահումով խաղերի մասին։ Անկեղծորեն միգուցե այս առումով ինչ որ բաներ չեմ հասկանում, ասենք այդ բիզնեսների գլոբալ տարբերությունները, բայց մի բան հաստատ գիտեմ, որ բոլոր այն ընտանիքների կողքին, որոնք կործանվել են կազինոների պատճառով, կամ ոչ պակաս թվով ընտանիքներ, որոնք կործանվել են այդ տիպի գրասենյակների պատճառով։ Հետևաբար ո՞րն է մեծ հաշվով այս ամենի տարբերությունը։ Ասեմ ավելին, կազինո հիմնականում հաճախում են արդեն չափած, դեռ մի բան էլ ավելին դարձած, քիչ թե շատ կայուն եկամուտ ունեցող մարդիկ։ Իսկ վերնշված գրասենյակների հիմնական այցելուները պատանիներ են ու երիտասարդներ, որոնց մի մասը բնականաբար եկամտի ապուր դեռ չունի եւ գումարը ծնողներից է վերցնում, ընկերներից, բարեկամներից եւ այլն։ Սա հանրահայտ փաստ է։ Հետևաբար, արդյոք չենք կարող ասել, որ ռիսկի խումբը այս պարագայում ավելի երիտասարդ է, հետևաբար ավելի անկայուն եւ հետևաբար էլ հետևանքների առումով վտանգ ավելի մեծ։ Երևի թե կարող ենք։ Իսկ եթե այդպես է, ապա ինչու վերանշված ամբողջ հիմնավորումների դեպքում ստացվում է այնպես, որ ըստ էության միևնույն գործառույթներն իրականացնող բիզնեսներից մեկի պարագայում սահմանափակումներ մտցվում են, ինչը միայն ու միայն ողջունելի, իսկ մյուսի պարագայում ծպտուն անգամ չկա։ Ի վերջո, երկու այդ բիզնեսների փող աշխատելու ձևերը կարծեք թե նույնն են կամ առնվազն շատ են նման իրար։ Играю. Тогда 4 туза. У меня тоже. Չեմ ուզում ենթադրել, թե սրա ետևում այնպիսի մարդիկ կան, ովքեր կարողանում են տեղին տիրություն անել այդ բիզնեսին։ Կրկնեմ, միգուցե անգամ սխալվում եմ ընկալումներում, բայց ամենայն դեպս երևի թե արժե որ մենք գոնե խոստովանենք, որ խնդիրը կա, այն ակտուալ է եւ մտահոգում է հազարավոր մարդկանց։ Առավել քան համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կունենա ծանոթ, ով մեղմ ասած տհաճ պատմությունների մեջ է ընկել ճիշտ թե իր խելքով, բայց խաղադրույք կատարելու միջոցով։ Իսկ ընդհանրապես միակ ճիշտ խաղադրույքը ցանկացածի համար եւ ցանկացած պարագայում հենց ինքն է, ոչ ֆուտբոլային խաղի արդյունքը, ոչ ռուլետկայի թվերը եւ ոչ էլ խաղային ավտոմատները, հենց ինքը։ Առողջ եղեք։